Փարաքարի համայնքապետի սպանությունից ավելի քան 24 ժամ անց ոստիկաններին դեռ չի հաջողվել բռնել հրաձիգին, չկան նաև այլ ձերբակալվածներ։ Հայաստանի վարչապետը երեկ հայտարարել էր, որ իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Ոստիկանապետ Արամ Ղազարյանը ասել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե անհրաժեշտություն լինի։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես երբ որ գտնեմ նպատակահարմար, մշտապես պատրաստ եմ։ Մամուլը գրում է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին։ Իրավապահ համակարգի առաջին դեմքերի պաշտոնանկությունների մասին խոսակցությունները ակտիվացան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, որում նա նշել էր մեջբերում մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել, այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ, գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Դաժան սպանության կադրերը դեպքից ժամեր անց հայտնվել էին համացանցում։ Տեսանյութում երևում է, որ դիմակավորված անձը հեռվից կրակելով մոտենում է համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին ու նրա հետ կանգնած երկու տղամարդկանց։ Նրանցից երկուսն ընկնում են մեքենայի կողքը, երրորդը ենթադրաբար Վալոդիա Գրիգորյանը մեքենայի հետևի մասում։ Կասկածյալը փախուստի դիմելուց առաջ ետ է դառնում, կարծես ցանկանում է համոզվել, որ հաստատ սպանել է եւ փախչում է։ Դիմակավորված հրաձիգի միայն աչքերի հատվածն է երևում մի քանի վայրկյան։ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար ապրելու երկիր կուսակցության անդամ Վալոդիա Գրիգորյանից բացի սպանվել է նրա ընկերը քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Զինված հարձակման հետևանքով նաև մի վիրավոր կա, նրան վիրահատել են, վիճակը կայուն է։ Վալոդիա Գրիգորյանը 42 տարեկան է, ամուսնացած է, ունի 4 երեխա։ Քննարկվում է նաև վենդետայի վարկածը։ Այս տարվա սկզբին փետրվարի 5-ին կրակել էին Մերձավանի վարչական ղեկավար քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Մհեր Ախտոյանի տանուղությամբ, սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա որդին։ Այդ գործով մեղադրվող 9 անձանցից մեկը Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի եղբայրն է, Պայքար Գրիգորյանը։ Այսօր Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհված ու անհետ կորածների հիշատակի օրն է։ 2 տարի առաջ Արցախի հայաթափման մղձավանջի մեջ տեղի ունեցած սարսափելի պայթյունը խլել է 218 մարդու կյանք, 22 արցախցի համարվում է անհետ կորած։ Պաշտոնական տվյալով մեր հայրենակիցներից 120-ը վիրավորվել են, սակայն լրագրողական հետաքննությունների համաձայն իրականում վիրավորվել են ավելի քան 290-ը։ Մահաբեր պայթյունին նախորդել էր Ադրբեջանի կողմից Արցախի 9-ամսյա շրջափակումը, ապա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը։ Հայաստանի վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Սկսվեց աշխատանքային այցս Մոսկվա գրառմամբ։ Փաշինյանը այսօր Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված գլոբալ ատոմային ֆորումին։ Պաշտոնապես դեռ հայտարարված չէ, բայց ենթադրվում է, որ Դաշնության մայրաքաղաքում երկկողմ հանդիպում կանցկացնեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Սեպտեմբերի 11-ին մեր խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր. «Մեջբերում, կարծում եմ, երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»։ Վերջին անգամ Փաշինյան-Պուտին զրույցը տեղի էր ունեցել Չինաստանում։ Տասնյակ հայեր Մոսկվայում ցույցի են դուրս եկել Հայաստանի վարչապետի Դաշնության մայրաքաղաք-այցի ֆոնին։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցի պատճառը երկու արքեպիսկոպոսների ձերբակալությունն է եւ ըստ ցուցարարների հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների ճնշումները։ Նիկոլ Դավաճան, Փաշինյան թշնամի, բանկարկումներով հավատվածները պահանջել են դադարեցնել եկեղեցու դեմ ուղղված գործողությունները։ Ովքեր են կողմ Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ Ըստ նախագծի հաջորդ տարի մեր կառավարության ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, եկամուտները 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը 537 միլիարդ դրամ է։ Այն լրացնելու համար մեր կառավարությունը պետք է պարտք վերցնի։ Այժմ արդեն Հայաստանի պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 323 միլիարդ դրամ կամ 13 միլիարդ 852 միլիոն դոլար։ Տնտեսագետները հաշվում են, որ Հայաստանի 3 միլիոն բնակիչներից յուրաքանչյուրը արդեն ունի ավելի քան 4600 դոլարի պարտք, իսկ բյուջեի դեֆիցիտը փակելու համար գործադիրը սկսել է պարտքով գումար, մասնավորապես միջազգային վարկեր վերցնել։ Արդեն կա առաջին վարկատուն։ Ֆրանսիական զարգացման գործակալությունը 150 միլիոն եվրոյի վարկ կտա Հայաստանին։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճ զրուցել են Նյու Յորքում, թե ինչ են քննարկել նրանք հայտնի չէ։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է միայն, որ ոտքի վրա հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքի ժամանակ։ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում է մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ 2 օր առաջ Միրզոյանը հանդիպել էր ադրբեջանցի գործընկերոջ հետ տետատետ բանակցություններ վարել։ Ուկրաինայի զինուժը ռուսական Ան-26 ռազմատրանսպորտային 2 օդանավ է ոչնչացրել Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ ռազմական օդանավակայանում։ Ուկրաինական աղբյուրները հրապարակել են ռազմական գործողության տեսանյութը, որը նկարահանել է անօդաչու թռչող սարքը։ Նախնական տվյալով ոչնչացվել է նաև օդակայանի վառելիքի պահեստը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղրիմի վրա ուկրաինական զանգվածային հարձակումը կանխելու մասին։ Ռուսական կողմը պնդում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների եւ անօդաչուների մեծ մասը։ Россия настоящий медведь. Ռուսաստանի դեմ պատերազմ է ընթանում եւ այժմ դրա ամենասուր փուլն է, որում պետք է հաղթել հանուն երկրի ապագայի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը կասկածի տակ էր դրել Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական հզորությունը, այն անվանելով թղթե վագր։ Ռուսաստանն ավելի շատ արջի հետ է ասոցացվում։ Թղթե արջեր չեն լինում։ Ռուսաստանն իսկական արջ է։ Այստեղ ոչ մի թղթային բան չկա։ Ռուսաստանը պահպանում է իր կայունությունը, ընդգծել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ ի տարբերություն Բայդենի վարչակազմի, Թրամփի հետ երկխոսության խողովակները գործում են եւ Պուտինը բարձր է գնահատում հակամարտության լուծումներ գտնելու հարցում օգնելու Թրամփի պատրաստակամությունը։ The war is bad for Russia, it's bad for Ukraine, it's bad for America. Դոնալդ Թրամփի համբերությունը սպառվում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, ասել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը մեկնաբանելով կարծիքները ուկրաինական հակամարտության հարցում ամերիկյան վարչակազմի դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին։ Նախագահը կարծում է, որ ռուսական կողմը բանակցային սեղանին բավարար առաջարկներ չի դնում պատերազմին վերջ տալու համար, նկատել է Vance-ը եւ նշել մեջբերում, եթե ռուսները հրաժարվեն բարեխղճորեն բանակցել, կարծում եմ իրենց երկրի համար շատ վատ կլինի։ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի ափերին հարվածած Ռագասա սուպերթայֆունը ահռելի ավերածությունների պատճառ է դարձել։ Հզոր փոթորիկի հետևանքով ծառեր են արմատախիլ եղել, վնասվել են մեքենաներ, նահանգի ենթակառուցվածքները։ Ըստ լրատվամիջոցների, մինչև սուպերթայֆունի մոտենալը շրջաններից տարհանվել է 2 միլիոն մարդ։ Նախքան մայրցամաքային Չինաստան հասնելը, թայֆունը լուրջ վնասներ էր հասցրել Թայվանին եւ Ֆիլիպիններին։ Թայվանում զոհվել էր 17, Ֆիլիպիններում առնվազն 10 մարդ։ Օրվա կադրը Սպիտակ տնից, այնտեղ բացվել է նոր նախագահական փառքի ճեմուղի, որտեղ ներկայացված են ԱՄՆ բոլոր նախագահների դիմանկարները, բացառությամբ Ջո Բայդենի։ Դիմանկարի փոխարեն կախված է Բայդենի ստորագրությունը դնող ավտոմատ գրիչի լուսանկարը։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփն այսպես արտահայտում է անթաքույց վատ վերաբերմունքը իր նախորդի նկատմամբ։ ԱՄՆ գործող նախագահը դեռ քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ Բայդենի փոխարեն հրամանագրերը ստորագրում է ավտոմատ սարքը եւ կասկածի տակ էր դրել թե փաստաթղթերի օրինականությունը, թե Բայդենի գործունակ լինելը։